Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի մխրճման ու օկուպացիայի մասին Ադրբեջանի իշխանությունները ընդհանրապես չեն խոսում եւ չեն էլ խոսելու։ Որևէ խոսք չկա նաեւ բանակցության արդյունքում դրանք վերադարձնելու մասին։ Ալիևը միլիոնավոր դոլարների գումարներ է ներդնում Հայաստանից օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքների եւ ենթակառուցվածքների զարգացման վրա։ Եվ չպետք է հավատալ, որ հսկայական գումարներ ծախսելուց հետո ապագայում տարածքները կվերադարձվեն Հայաստանին։ Եվ այսօր այո, իրանք ամրակայում են իրենց դիրքերը, կառուցում են նոր դիրքեր, որոնք որ բնականաբար վերադարձնելու ոչ մի ցանկություն կամ նպատակ չունեն։ 1896 թվականին այս թվականից իմ պապերն էս ստեղ ապրել են։ Ես տեղից դուր կարամ գնամ։ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող անօրինական պահվող հայկական հողերի մասին շատ խոսել, անդրադառնալ չսիրող իշխանությունը երբեմն հայտնում է, թե դրանց վերադարձը լինելու է դիվանագիտական ճանապարհով, առանց պատերազմի, սահմանագծման, սահմանազատման արդյունքում։ Այսօր էլ ենք խոսում Հայաստանի շուրջ 200 կիլոմետր, քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների մասին։ Բայց նաև գիտենք արդեն ասի դե յուրե իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթով մենք արձանագրել ենք, որ այդ հարցը կլուծվի սահմանազատման շրջանակում։ Փորձագետներ, անդիմադիրները, քաղաքագիտական համայնքը հակադարձում են։ Պատմության մեջ դժվար գտնվի մի դեպք, երբ թշնամին Հայաստանից զավթած հողը հենց այնպես վերադարձրել է։ Նույնը կլինի նաև Սյունիքից, Վայոց ձորից, Գեղարքունիքից, Հայաստանի ինքնիշխան տարածքներից զավթման դեպքում։ Չկա որևէ երաշխիք, որ այդ տարածքները վերադարձվելու են սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի տրամաբանության մեջ։ Ավելին ասեմ, ադրբեջանական կողմի դիրքորոշմանը շատ մանրամասն տեղյակ եմ եւ նաեւ իրանց որոշակի նախապատրաստական քարոզչական աշխատանքներին կան շատ այլ տարածքներ, որոնք իրենք դիտարկում են ըստ ադրբեջանական։ Ըստ քարտեզագիրների, պրակտիկայում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները պետք է տեղի ունենան հենց այն հատվածներում, որոնք օրինակ Ադրբեջանի դեպքում օկուպացվել են։ Այդ երկրի տարբեր տարիների իշխանությունների կողմից տարվող պրոպագանդան է այդպիսին։ Այնինչ հայկական է, վաղ թե ուշ պետք է դարձնեն ադրբեջանական։ Ներկա փուլում ավելի հավանականավոր նոր տարածքներ կտրվեն Ադրբեջանին, քան թե ինչ-որ տարածքներ կվերադարձվեն։ Սրիփի պայմանագիրը, օգոստոսի 8-ի պայմանագիրը ըստ էության իրավական հիմք է ստեղծում Ադրբեջանի համար վիճարկելու ընդհանրապես Սյունիքի պատկանելիությունը Հայաստանից։ Եթե Հայաստանի ներքաղաքական զարգացումները ընթանան են տրամաբանության մեջ, որոնք իրենց ձեռնտու չեն, կլինի այլ լուծում, իսկ եթե լինի այսպես ասած մի իշխանություն, որ իրենց պահանջներն ընդունել է, հավատացեք, մենք այս պահի դրությամբ բանակցողի դիրքով չենք։ Մենք ուլտիմատիվ պահանջների կատարողի դիրքում ենք։ Այդպես եղել է Կիրանցի հատվածում, այդպես եղել է մնացած բոլոր տարածքներում։ Որ մեզ ասում են անդադ զիջումներ է կարելի զիջ։ Իսկ ինչ ենք մենք զիջել։ Ինչ ենք մենք զիջել, եթե ելնենք մեր միջազգային լեգիտիմության տրամաբանությամբ։ Մենք ոչ մի բան չենք զիջել։ Բացարձակապես ոչ մի բան չենք զիջել։ Կեղծ խաղաղության օրակարգի դրույթ է հակառակորդի Հայաստանից օկուպացված ինքնիշխան տարածքից դուրս չգալը։ Այնպես չէ, որ Ադրբեջանը պատրաստվում է դուրս գալ Հայաստանից զավթած հատվածներից։ Հեյդարի որդի Իլհամը ավելի է ամրացել Հայաստանից պոկած դիրքերում։ Ամրաշինական աշխատանքներ է կատարել, զորամասեր կառուցել, բարձրադիր դիրքերից դիտարկում է Հայաստանի գյուղերի, քաղաքների անցուդարձը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։